Մեր ակնկալիքը միայն քեզանից է, դու մեր ապավենն ես, դու մեր ապաստանն ես, դու մեր հույսն ես, դու մեր կյանքն ես, դու ես մեր կյանքի ուրախությունը, դու ես մեր կյանքի նպատակը, դու ես մեր խաղաղությունը, դու ես մեր ճանապարհը, դու ես մեր ճշմարտությունը, դրա համար մենք այսօր այստեղ եկել ենք քեզ փառավորելու։ Տեր, չգիտեմ էլ որտեղից այս երեկո քեզ փառք բարձրանում, բայց այսօր մենք այստեղ եկել ենք քեզ փառք բարձրացնելու, որովհետև դու արժանի ես։ Դրա համար եղիր այստեղ, քո Սուրբ Հոգով, Տեր իմ Աստված, օրհնիր քո թանկ ժողովուրդը, օրհնիր այն ժողովուրդը, որին գնել ես քո Սուրբ արյունով, Տեր։ Եվ այսօր քո փառքը ցույց տուր այստեղ։ Եվ մենք ամեն բանում միայն քեզ ենք փառավորելու, որովհետև դու ես արժանի։ Հալելույա։ Եվ բոլորս ասենք ամեն։ Ամեն, ամեն, ամեն։ Ամեն, փառք մեր Աստծուն։ Ամեն, փառք Աստծուն սիրելիներս, կարող եք տեղավորվել բարի գալուստ Աստծո տուն, Աստված շատ օրհնի ձեզ, շատ օրհնված ենք ձեր ծառայությունով։ Բարի երեկո, սիրելիներս, բարի գալուստ Աստծո տուն։ Շատ ուրախ ենք գտնվելու այստեղ, առաջի անգամ այս եկեղեցում, շատ շնորհակալ եմ Հովիվ Գորջան, Արմինե ջան, մեր եղբոր հետ այսօր դիմավորեցին, ընդունեցին, գրես այդ ձևի, որ ընդունում են, ասում ես ուրեմն Աստված տեղ անելու բան ունի։ Իհարկե կատակով եմ ասում, բայց շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Ու իրականում Սանկտ Պետերբուրգը շատ գեղեցիկ քաղաք է, բայց ես կարծում եմ, որ Սանկտ Պետերբուրգը ավելի է գեղեցկացել, երբ որ այս եկեղեցին է հայտնվել։ Ամեն, եւ ես իրապես լուրջ եմ ասում սա արդեն, որ գիտեք, ամեն քաղաքում էլ կա քաղաք, որ գեղեցիկ է, օրինակ անկեղծ ասեմ, կան քաղաքներ իմ դուրը չեն գալիս, անուններ չտամ, բայց երբ որ այդ քաղաքում մի լավ եկեղեցի կա, ասում ես ինչ լավ քաղաք է։ Ամեն։ Եվ այսօր Հովիվ Գորը հասցրեց պատմի, թե ինչպես են իրանք հայտնվել այստեղ։ Ես հավատում եմ, որ Աստված հզոր գործ ունի այստեղ, այս եկեղեցու մեջ, որովհետև ինքն է ձեզ բերել, ես իրոք հավատացած եմ ամբողջ սրտով այդ պատմությունից հետո։ Ուզում եմ բոլորդ է հավատաք սիրելիներս, Աստված հզոր գործ ունի այս եկեղեցու մեջ եւ այս եկեղեցու միջոցով։ Դա նշանակում է հենց քո միջոցով։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Մեր Աստված արժանի է ամեն փառքերի։ Այսօր ուզում եմ խոսեմ սիրելիներս մի թեմայով, որ սրտիս մեջ կա։ Գիտեք, այս աշխարհը շատ լի է տարբեր լուրերով։ Դուք նկատել եք, որ այս աշխարհը ամբողջությամբ լուր է։ Չէ՞։ Լուրեր, ուրախ լուրեր, տխուր լուրեր, վախեցնող լուրեր, հիացնող լուրեր, զարմացնող լուրեր, ցնծող լուրեր, բարկացնող լուրեր, շատ կան շփոթություն բերող լուրեր։ Մենք շրջապատված ենք լուրերով։ Ու ասեմ, որ ամենաշատ դիտվող տեսանյութերը ինտերնետում կամ հեռուստացույցով նորությունները դա այն լուրերն է, որը որ վատ լուրեր է։ Դուք զգացել եք, որ այս աշխարհը կարծես տրամադրված է նրան, որ շատ վատ լուրեր տարածի, գիտեք ինչու, որովհետև այդ վատ լուրերը շատ նայող կա։ Եվ մարդիկ, երբ որ անգամ ինչ-որ տեսանյութի տակը այնպիսի բան են գրում, սենց վատի կողմը դեպի, որ հետաքրքրի, ու գիտեք, մարդ արարածը ինքը մեղավոր բնույթ ունի, բոլոր մեղավորությունը գցենք Ադամի վրա, իհարկե, այդպես էլ կա, իրանից է դուրս եկել այդ մեղավոր բնույթը, եւ մարդկային մեղավոր բնույթը այնքան հակում ունի վատ լուրերի։ Դրա համար էլ այս աշխարհը ուզում է վատ լուրերով գրավի։
ու ես նկատել եմ, որ ամեն մեկս, ես ու դու սիրելիս, ամեն մեկս էլ ինչ որ լուր բերող ենք ներկայացնում մեզանից։ Մեր կեցվածքով, մեր կյանքով, մեր մտածելակերպով, մանավանդ մեր խոսելաձևով։ Գիտես, այսօր անվանել եմ այսպես իմ պատգամը, ինչ լուր ես բերել, ինչ լուր ես բերել։ Դուք նկատել եք, որ կան մարդիկ, որ ամեն անգամ, երբ որ իրան տեսնում ես, սպասում ես, որ հեսա իրանից ուրախ լուր կլսես։ Բայց կան մարդիկ, որ գալիս են, գիտես, հեսա մի վատ բան ասելու է, մի վատ լուր ասելու է, մի վատ նորություն ասելու է, ոչ թե ինքը վատն է։ Ես տեսել եմ, որ շատ մարդիկ չեն նկատում, որ իրանք վատ լուրեր են ավելի շատ խոսում, քան լավ լուրեր։ Իհարկե կարող ենք ասենք, դե վատ լուրերը ավելի շատ է, դրա համար էլ խոսում ենք, բայց սիրելիներս, ես ուզում եմ տեսնենք, որ Աստվածաշունչը ուշադրություն է դարձնում, թե ինչ լուր ենք մենք բերում։ Մենք որպես Աստծուն հավատացողներ։ Քանիսս գիտենք, որ Աստվածաշունչը հավատացյալների համար է։ Աստվածաշունչը անհավատների համար չի։ Մենք եկել ենք հավատքի, դրա համար էլ Աստվածաշունչը մեզ պետք է։ Ամեն։ Մենք հավատացել ենք Քրիստոսին, դրա համար էլ մեզ պետք է։ Եվ Աստված ամեն հավատացողի համար իր խոսքում ցույց է տալիս, որ մենք վատ լուր բերող չլինենք։ Եվ մեծ նշանակություն ունի, թե ես ու դու ինչ լուր ենք բերում, որովհետև ամեն անգամ ես ու դու լուր բերող ենք։ Տեսել ես մարդիկ, որ մեկ է տեսնում ես տարբեր մարդկանցից ինֆորմացիա են բերում։ Եվ դա հիմնականում վատ ինֆորմացիա է։ Երբ որ մարդ կա, որ ինքը տրամադրված է ինֆորմացիա բերելու մարդկանցից, հիմնականում ինքը վատ ինֆորմացիա է բերում։ Ես քիչ հետո կխոսեմ, ինչից է դա գալիս։ Բայց ուզում եմ, որ տեսնենք այդ իրականությունը, որ ես ու դու ամեն մեկս ինչ որ լուր բերող ենք մեր ընտանիքին, մեր շրջապատին, այս քաղաքին, շրջակայքին ամբողջ, որտեղ որ մենք կանք, մենք լուր բերող ենք։ Ես ձեզ ասեմ, մենք տեղով լուր ենք։ Մենք տեղով լուր ենք, որ պետք է ներկայացնենք, բերենք մարդկությանը։ Ամեն։ Եվ իհարկե չեմ կարող չասել, որ կան մարդիկ, որ երբ որ իրանց հետ խոսում ես, իրանք ամեն ժամանակ սկսում են լուրեր խոսել Աստծո գործից, Աստծո հրաշքներից, Աստծո արքայության բաներից, այն լուրերը, որ Աստված է բերում այս աշխարհի վրա եւ այն լուրերը, որ Աստված է իրականացնում այս աշխարհի վրա։ Եվ հատկապես այսօր ուզում եմ խոսեմ մարդկային հարաբերությունների մեջ լուրերը։ Եվ Աստծո խոսքը մեզ հստակ զգուշացնում է։ Ուզում եմ մի պատմություն նայենք սկզբից Առաջի թագավորացի մեջ սիրելիներս։ Եկեք բացենք Առաջի թագավորաց 31-րդ գլուխ։ Սա մի պատմություն է, երբ որ քանիսս են կարդացի Սավուղի մասին, Սավուղ թագավորի մասին։ Սա մի պատմություն է, երբ որ մենք գիտենք, որ Սավուղը ինքը Աստծուն փոխեց վհուկների հետ, Աստված նրա ու նրա սերունդի վրա օրհնություն էր խոսել, հետո ասեց էլ չի լինելու դա, որովհետև Սավուղը սխալ վարվեց, դա չանդրադառնամ այդ պատմությանը, եւ գիտեք ինչ էր կատարվել, պատերազմ եղավ, փղշտացիները եկան, եւ Աստված ինչ որ ասել էր Սավուղի ու նրա զավակների համար այդ ամեն ինչը կատարվեց, նրանց սպանեցին։ Ուզում եմ կարդամ Առաջի թագավորաց 31-ի 3-րդ խոսքից։ Եվ պատերազմը Սավուղի դեմ սաստկացավ, եւ աղեղնավորները նրան գտան, եւ աղեղնավորներիցը շատ վիրավորվեցավ, եւ Սավուղն ասեց իր կապարճակիրին. «Սուրդ հանիր եւ նրանով ինձ խոցիր։ Միգուցե այս անթլպատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն,
Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ, եւ Սավուղն առավ սուրը եւ ընկավ նրա վրա, եւ երբ որ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, նա էլ իր սուրի վրա ընկավ եւ մեռավ նրա հետ։ Հիմա տեսեք, սա այստեղ խոսում է Սավուղի ու կապարճակիրի մասին, տեսեք, Սավուղը ասում է, ես չեմ ուզում իմ մասին ին վրա ուրախանան, լուրեր տարածեն ին վրա ուրախանան, կապարճակիրին ասում է, ինձ սպանի, կապարճակիրը ասում է, չէ, չեմ սպանի։ Ու այնքան հավատարիմ էր կապարճակիրը, որ երբ որ տեսավ իր տերը մեռավ, ինքն էլ իրան մեռցրեց։ Հիմա տեսեք մյուսին, որը գրված է արդեն երկրորդ թագավորած առաջի գլխում, մի ուրիշ մարդու գործողությունը, 5-րդ խոսքից առաջի գլուխ, երկրորդ թագավորած։ Մեկը եկել էր եւ այդ լուրը բերեց Դավիթին, որ Սավուղին սպանել են, նրա որդիները հետ, և Դավիթն իրան լուր բերող պատանիին ասեց, տեսեք ով էր այդ լուր բերողը, Սավուղի և նրա որդի Հովնաթանի մեռնելը ինչպես իմացար, և նրան լուր բերող պատանին ասեց, գիտեք սա ինչ է նշանակում, նա սկզբից լուր էր բերել, բայց չէր պատմել որտեղից է այս լուրը իրան, և Դավիթն ասում է, իսկ դու որտեղից գիտես, Ես ուզում եմ տեսնենք մարդկային էությունը, այս մարդու էությունը ոնց է Աստված բացահայտում։ Եվ նրան լուր բերող պատանին ասեց. դիպվածքով գեղ բույե սարի վրա պատահեցի, եւ ահա Սավուղը կռնած էր իր նիզակի վրա, եւ կառքերն ու ձիավորները նրա վրա էին հասնում։ Փաստորեն գիտեք ինչ է կատարում, Սավուղը գրված է, որ իր սուրի վրա ընկավ, բայց ինքը իր սուրի վրա ընկել էր, դեռ չէր մեռը։ Առայժմ չէր մեռը, որովհետև սա այս մարդը անցնելուց, տեսնում է, որ արդեն մեռնում է։ Կապարճակիրին ասել էր սպանի, Սավուղը ասել էր սպանի, կապարճակիրը ասել էր չէ, ես չեմ սպանի։ Ինքը սուրի վրա անգավ, այս կապարճակիրը սուրի վրա անգավ, երևի կապարճակիրը մի անգամից էր մեռել։ Բայց Սավուղը դեռ չէր մեռել։ Եվ տեսեք, նիզակի վրա եւ կառքերն ու ձիավորները նրա վրա էին հասնում, այն ժամանակ ետ դարավ եւ տեսավ ինձ եւ ինձ կանչեց, ես էլ ասեցի, ահա ես, եւ նա ինձ ասեց, դու ով ես, ես էլ նրան ասեցի, ես ամաղեկացեմ, եւ նա ինձ ասեց, աղաչում եմ, ինձ վրա կանգնիր եւ ինձ մերցրու, որովհետեւ թմրությունն ինձ կողել է, բայց հոգիս տակավին վրաս է։ Եվ ես նրա վրա կանգնեցի եւ նրան մերցրի, որովհետեւ ես հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չի ապրի, եւ նրա գլխի վրա թագը եւ նրա բազուկի վրա ապարանջանը առա եւ այստեղ բերի նրանց իմ տիրոջ համար։ Հիմա տեսեք, ով էր այս լուր բերողը։ Այս լուր բերողը նման է մարդկանց, ովքեր տեսնում են, որ մի մարդ, որը արժանի է անգամ մահվանը արժանի եղել։ Եկեք ես ձև նայենք, այդ լուր բերողը գիտեր ինչի համար է եկել թագավորին ասի, այդ լուրը, որովհետև լավ գիտեր, Դավիթ թագավորին Սավուղը շատ նեղություններ է պատճառել։ Եվ նա մտածում էր, որ Սավուղի մահվան այդ լուրը, երբ որ բերի Դավիթին, Դավիթը կուրախանա, Դավիթը կպարգևատրի միգուցե իրան, կհաճենա թագավորի առաջ, կհաճեցնի թագավորին, բայց գիտեք Դավիթը ինչ արեց։ Սավուղը Դավիթին շատ նեղություններ էր պատճառել, Սավուղը Դավիթին ուզում էր սպաներ, բայց Դավիթը այդ չար լուրը չընդունեց որպես ուրախություն։ Ինչպես կարծում էր այդ լուր բերողը, որ ուրախություն կպատճառի։ Եվ Դավիթը սուգ արեց, նրա հետի մարդիկ էլ սուգ արեցին, իրենց շորերը պատառեցին։ Բայց որպեսզի պատմությունը կարճացնեմ, ուզում եմ ասեմ սիրելիներս, կան մարդիկ, որ իրոք վատ բաներ են արել, բայց կան մարդիկ էլ, ովքեր ուզում են այդ լուրերը տարածեն։ Իրանց սրտի մեջ, իրանց աչքին այդ մարդուն սպանում են, այդ մարդու թագն ու ձեռքի ապարանջանը վերցնում են, այսինքն նրա պատիվը, եղածը բերում են, ուզում են տարածեն, իբր թե տեսեք ինչ ա եղել։ Այսօր ուզում եմ ասեմ, եթե այս պատգամից ոչ մի բան չհիշես, քո ներսը դիր, ես վատ լուրերը տարածող չեմ լինելու։
Անկամ այդ լուրերը ճիշտ է, անկամ այդ մարդը արժանի է։ Ես հիմնականում այսօր հարաբերությունների մասին եմ խոսելու, մարդկային հարաբերությունների մեջ լուրերը սիրելն է։ Գիտես, այնքան մարդ կա սիրում է վատից խոսա։ Բայց մենք միշտ քննենք մեր անձերը, արդյոք ես տրամադրված եմ լավ լուրերը տարածելու, թե վատ լուրերը տարածելու։ Լինում է, որ ինչ-որ մարդու մասին վատ բան ես լսում, ու դա իրականություն է։ Ինչ ռեակցիա ենք ես ու դու տալիս, ինչ արձագանք ենք տալիս այդ լուրին։ Հավատացեք, գիտեք չէ, որ տարբեր կլինեն արձագանքները, բայց ես ուզում եմ արձագանքեմ այսպես, ես չեմ ուրախանա այդ վատ լուրի վրա, ես չեմ մտածի, որ դա խոսելու առիթ է, ես չեմ մտածի, որ ում գտնեմ, ում տարածեմ դա, ես կմտածեմ մի բան, ինչ վատ է, որ այդպիսի վատ բան կա այդ մարդու կյանքում։ Գիտես մարդիկ կան, ինչա նշանակում, որ այդ թագն էր վերցրել էր թագը, վերցրել էր ձեռքի ապարանջան, այդ մարդու պատիվը վերցրել էր, դուք պատկերացնում եք այդ մարդու արածը ինչքան մտադրված է, որ բերի լուրը Դավիթին հասցնի, թագը ապարանջանը վերցրել է, բերել է Դավիթին ցույց տա, որ Դավիթը հրճվի, ասի մի հատ տուր այդ թագը ինձ, մի հատ այդ Սավուղի ապարանջանը տուր ինձ, մարդիկ կան, չգիտեմ, իհարկե հավատում եմ, որ կան մարդիկ, որ անգիտակցաբարել են անում, կան ոմանք, որ անգիտակցաբարել են անում, ինչ որ մեկի պատիվը վատ լուրը տարածելով գցում են։ Քանիսս կանք այստեղ, որ երբեք սխալ չունենք։ Քանիսս կանք այստեղ, որ վատ կողմեր չունենք։ Մենք բոլորս ունենք, սկսած ինձանից։ Ամեն, ես իմ նման մարդկանց մեջ եմ, չէ՞ երևի։ Բայց գիտեք ինչն է հարցը, ինչ լուր բերող եմ ես, ինչ լուր տարածող եմ ես, սա շատ կարևոր է սիրելն ես։ Կան մարդիկ էլ, որ այդ լուրը տարածելով ասում են իբր թե մենք ճշմարտության կողմն ենք, բայց իրականում իրանք թշնամու գործն են անում։ Այս մարդը կարծես լավ բաներ արեց, այստեղ գիտես Դավիթը հետո ասեց, կանչեց այդ մարդուն, սուք արեց, հետո այդ մարդուն կանչեց, ասեց, լսի դու ոնց ես համարձակվել Աստծո ծալի վրա ձեռք բարձրացնես։ Բայց ես քեզ կասեմ, Դավիթը ոչ թե Սավուղին սպանելու համար էր նրան ասեց հետո սպանեք, ոչ թե միայն դրա համար, այլ նաև նրա համար, որ տեսավ այդ մարդու նենգությունը, չար լուրը բերելու, տարածելու։ Ես հավատում եմ, որ նա այնքան էր լցված այդ չար լուրը տարածելով, որ չզլացավ սպանի Սավուղին։ Գիտեք, մարդը այնքան կարա լցված լինի չար լուրերը տարածելով, որ չհասկանա ոնց իրա լեզվով, իրա տարածելով ու ինչ որ մեկի սպանեց։ Այսօր ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկից ուզում է, որ մենք վատ լուրերը չտարածենք։ Վատ լուրերը կան, այո կան, քանի դեռ ապրում ենք, վատ լուրերը միշտ լինելու են։ Բայց ես պետք է որոշում ունենամ, վատ լուրը չեմ տարածելու։ Եվ Դավիթը ասեց, սպանեք դրան։ Գիտեք, ես սկզբից կարդում եմ այս տեղը, անցնում եմ, որովհետև այդքանը չէի հասկանում, բայց այդ մարդը լավ, հա, Սավուղին մի քիչ հասկանալի է, դե ասում է դե օծալի է սպանել, բայց մյուս կողմից ես ասում եմ, բայց լավ, Դավիթը սուք անելուց հետո նոր այդ մարդուն անդրադարձավ։ Կարար չէ մի անգամից ասեր, ինչ է սպանել օծալին, սպանեք սրան, բայց սուք արեցին, հետո Դավիթը հասկացավ այս մարդը ինքը այս վատ լուրը բերելու համար է անգամ սպանել, որովհետև իր ներսը այդ սպանությունը կա։ Ես ձեզ ասեմ սիրելիներ, չեմ ուզում շատ խիստ ասեմ, ես վատ լուրը տարածել դա մարդ սպանելա չէ, բայց ես քեզ կասեմ, վատ լուրը տարածելը կարող է ինչ որ մեկին սպանի, այդ վատ լուրերի տարածվելը, որովհետև ես տեսնում եմ խորհուրդ այստեղ։
Ես դες մի քանի տեղեր կարդալու եմ սիրելիներս։ Գիտեք ինչի մասին եմ խոսում այսօր։ Որ կան մարդիկ, որ իրանց համար վատ լուրի մասին խոսելը կարծես դոպինգ է։ Իրանք դրա մեջ կյանք են ապրում։ Իրանց համար անգամ մի լավ բան որ լինում է այդ ձևի տրամադրվածության մարդուն։ Գիտեք, ինքն այնպես այդ լավ բան ասում, որ վատ է հնչում։ Օրինակ, գալիս է ասում է. իմացա ես ինչի աղջիկը ամուսնացավ։ Ու եթե մեկն էլ լսողը իրան նման է ներսից այդ վատ լուրերը սիրող, ասում է, դե լավ է, թե չէ տաններ մնացը։ Գիտես, լավ բան է եղել, չէ, մարդու աղջիկը ամուսնացել է, բայց իրանք ուզում են վատ լուր ստանան։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ես չեմ խոսում նրա մասին, որ վատ լուրը, ասենք, նորությունը լսել ես, ասենք, իրար հետ չխոսանք, բայց կա տրամադրվածություն, որ միշտ մարդը ուզում է վատ լուրով սենց հագենա, կերակրվի։ Ինչ որ ես իրան մարդիկ ոնց են իրանց լավը զգում վատ լուրը տարածելով։ Գիտեք, լինում է բաներ, օրինակ եկեղեցում։ Գիտեք, չէ, եկեղեցում լիքը վատ լուրեր կարա լինի։ Մանավանդ մարդկանց մասին։ Մեկը էս, մեկը այն։ Ես գնում եմ տուն, լիքը լուրեր գիտեմ։ Կնոջից չեմ պատմում։ Անցնում մի առ ժամանակ։ Կինս իմանում է ինչ-որ մեկից, որովհետև եկել են ասել, բա իմացել ես ինչ է եղել։ Կինս ասում է, բա ինչից ես ասել։ Ասում եմ, դե վատ լուր ա գամ, ինչ ասեմ, քեզանից ոչ մի բան կախված չի։ Ոչ օգնելու ես, ոչ դա քեզ բան ա փոխում, ինչի համար գամ վատ լուր ասեմ։ Հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Ասում եմ, ով է ասել, ու հասկանում եմ, նենց մարդ է եկել ասել, որ իր համար վատ լուրը ուղղակի լավ առիթ է խոսալու։ Ոչ թե ինքը վատ մարդ է, բայց սխալ մտադրություն ունի։ Այսօր խոսում եմ այդ մտադրության մասին ու մեր ներսի դրվածքի մասին, սիրելիներս։ Կամ ինչ որ ասում են, մեկին երեխա ա ծնվել։ Ու այն մարդը, ով որ հակում ունի վատ լուրերից, խոսա ավելի շատ գալիս է, ասում եմ, իմացար սրանք 4-րդին ունեցան։ Կարծես վատ բան է եղել, այդ ձև ասում։ Այն մեկն է, որ իրան նման իրան լսում է ու իրանք միշտ իրար հետ խոսում են, ասում է, հա դե էլի աղջիկ է, այդ 4-ին էլ ոնց են պահելու։ Լավ է, թե վատ է, չես հասկանում, գրես մարդ կա, անգամ լավ ուզում է վատով խոսա, սենց տրամադրությունը գցած, ուրիշի տրամադրությունը գցի այդ լավ լուրով։ Բայց մարդ կա, ասում է, գիտես, այս մեր եղբոր աղջիկը վերջապես ամուսնացավ, փառք Աստծո։ Աստված արեց, Աստված լսել էր նրանց աղոթքը։ Բա գիտես, իրանք 4-րդը ունեցան, այնքան լավ է, որ ուրախ են, 4-րդն էլ աղջիկ։ Զգում եք տրամադրվածությունը, զգում եք տարբերությունը, սիրելիներս։ Ոչինչ որ այսօր մի քիչ ուսմունքային եմ ասում։ Բայց սա կարևոր բան է, որովհետև մենք լուր բերող ենք։ Մենք լուր բերող ենք մեր տները, լուր բերող ենք եկեղեցի, լուր բերող ենք տարբեր տեղեր, որտեղ որ կան։ Ու ես ձեզ ասեմ, այս աշխարհը հոգնել է վատ լուրերից։ Այս աշխարհը հոգնել է չար լուրերից։ Այս աշխարհը ուզում է լսել բարի լուրեր։ Ամեն։ Այս աշխարհը ուզում է տեսնել մարդիկ, ովքեր բարի լուր են բերում։ Դուք ասես, բա ինչ չասենք, սերերից մի անհանգստացեք, չար լուրեր ասողներ լիքն են, առանց քեզ էլ։ Առանց ինձ ու քեզ շատ են վատ լուրեր տարածողները, մենք բարի լուրերը տարածենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Մի առակ կա այսպիսի այդ վատ լուրեր տարածողների մասին։ Մի մարդ մահանում է եւ գալիս է այն մյուսը մեկին հասցնելու այդ մահվան լուրը եւ ասում է, բա իմացար Կարլենը մահացել է։
Հուսով եմ Կարլեն անունով մարդ չկա այստեղ։ Իմ քարոզից հետո թող Կարլենները գան, բայց հիմա հուսով եմ չկա։ Սա առակ աղակի։ Եվ ասում է իմացել ես Կարլենը մահացել է։ Ասում է իմացել եմ։ Ասում է ո՞նց ես իմացել։ Ասում է դե ասել են իմացել եմ։ Ասում է դե որը տենց է չի մահացել։ Ասում է ո՞նց չի մահացել։ Ասում է դե որ գիտես էլ իմաստը ո՞րն է որ մահացել է։ Այսինքն չստացվեց ինքը առաջինը այդ վատ լուրը հասցնի։ Էլ իմաստը ո՞րն է որ մահացել։ Իրան հետաքրքիր չի որ մարդը մահացել է։ Իրան հետաքրքիր չի որ մարդուն վատ է։ Իրան հետաքրքիր չի որ դա վատ է։ Իրան հետաքրքիր է որ առաջինը ումա գնալու պատմի ու կարևոր է որ առաջինը ինքը պատմի։ Եթե ինքը չի, ուրեմն իզուր է մահացել։ Դավիթը սիրելնես այնպիսի սիրտ ուներ, որ սուք արեց Սավուղի համար, որը ուզում էր իրան սպանել անգամ, և չուրախացավ նրա մահվան համար։ Դավիթի սիրտը Աստված ասեց Դավիթը իմ սրտի համեմատ մարդ է։ Եվ դրա մեջ մտնում էր նաև այս հատկությունը Դավիթի, որ ինքը չար լուրերի վրա չէր ուրախանում և չար լուրերով չէր սնվում, չար լուրերով չէր ինքնահաստատվում սիրելիներս։ Գիտես մարդիկ կան չար լուրեր խոսալով ուզում են ինքնահաստատվեն, ուզում են մի բան էլ իրանք ասեն, սիրելիս ասելու բան չունես, վատը մի ասի։ Ես նկատել եմ, գիտեք, եթե նկատած չլինեմ, չեմ ասի, տարբեր տեղեր եմ նկատել։ Ձեր եկեղեցում չեմ եղել, ստեղ չեմ նկատել։ Մեր եկեղեցում եմ եղել, մեր եկեղեցում եմ նկատել։ Իմ շրջապատում եմ նկատել։ Մարդիկ նստած են, գիտես, հավաքվում են, մեկ էլ խոսալու բան չկա։ Եկե մեկը մի բան է հիշում, ու հիմնականում դա վատ բան է։ Ինչի՞ է։ Ավելի լավ չի լուր նստեք։ Տենում եք շատ լուր եք, փորձեք աղոթեք։ Տենում եք շատ լուր եք, հիշի Աստծո գործերից մի բան պատմի։ Հիշի մի լավ բան պատմի, ինչի անպայման պետք է չարը պատմես, որ դա ոչ մեկի չի վերաբերում։ Մի անգամ ես Հայաստան էի, իմ մանկության ընկերների հետ շփվում եմ, որոնք երբ որ ես ապաշխարել եմ, ասում են դու գժվել ես, հիմա դե տարիներ անցել են, տեսել են, որ չեմ գժվել, արդեն շփվում են նորից, ես էլ իրանց հետ ուզում եմ շփվեմ, ընկերոջս տեսա, ասում է, իմացար Ֆրանսիայում բան են տրաքացրել։ Ասում եմ, հա ինչ անենք։ Ասում եմ, լսի, այդքան հանգիստ ես ընդունում։ Ասում եմ, դե այդ լուրը ինձ ոչ մի բան չի ասում։ Ինչ կարամ անեմ։ Հա իմացել եմ։ Ասում եմ, բախի չես խոսում դրա մասին։ Ասում եմ, վատ բան է, ինչի համար խոսամ։ Ես իմ մեջ կաղոթեմ։ Այո, իմացել ես վատ լուրերը։ Ինտերնետով կամ ինչ-որ ձևով մենք չենք փախնի դրանից, որ վատ լուրեր իմանանք, բայց ինչ ռեակցիա ենք տալի, գնանք մեկին է պատմենք, բա իմացար ինչ ա եղել, որովհետև այդ վատ լուրերը տագնապ են բերում, վախ են բերում, ոչ մի լավ զգացմունք չեն բերում, ոչ մի լավ մթնոլորտ չեն բերում։ Ինչի համար ես տարածեմ ու առաջի հերթին բերեմ իմ տուն։ Եթե կախված չէ այդ մարդկանցից, բայց եթե գիտեմ որ եթե մի վատ լուր կա, կարող եմ խոսալ, ուզում եմ մի քիչ ճշտում անեմ, որ մի վատ լուր կա, օրինակ ուզում ես խոսած մեկի հետ, գիտես թող նպատակը որը լինի, կարող ենք ինչ-որ մի բանով օգնել, կարող ենք մեզանից բան կախված ա թե ոչ, ու մենք լավ գիտենք, օրինակ Ֆրանսիայում տրաքել ա, քեզանից ինչ ա կախված, աղոթես, չէ, աղոթես այդ մարդկանց համար, աղոթես հարազատների համար, ովքեր մահացել են. Բայց գիտեք ինչն է հարցը, այդ տրամադրվածությունը տարածելու թող չլինի մեզ մեջ։ Ամեն սիրելիներս։ Մենք բարի լուրեր, լավ լուրեր տարածողներ ենք։ Ամեն։ Սաղմոս 50-ն եմ ուզում կարդամ։ Եկեք մի քանի բաներ կարդամ, հիշեք, չար լուրը Երբ որ մենք վատ բաների մասին ուզում ենք տարածենք։ Եվ մանավանդ այսօր խոսում եմ մարդկային հարաբերությունների մեջ սիրելն է։ Սաղմոս 50-ում 16 խոսքից կարդամ, որ ավելի պարզ լինի։
Ամբարիշտին ասում է Աստված. «Քեզ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում»։ Տեսեք, ամբարիշտ անվանում ինչ որ մեկի, ասում է, բայց այդ ամբարիշտը իմ ուխտերն է խոսում։ Իմ մասին է խոսում, իմ ուխտերն է խոսում եւ այլն, ու թվարկում է, բայց դու ես անում, բայց 19-րդ խոսքը ասում է, դրանց մեջ թվում է, որ էլ ինչ անում այդ ամբարիշտը, Աստծո անունը տալով։ Բերանդ չարության ես տալիս եւ լեզուդ նենգություն է հնարում։ Դուք հասկանում եք ինչի մասին է ասում։ Ասում է բերանդ չար բաների, վատ բաների մասին խոսալուն մի տուր։ Լեզուդ նենգավոր բաները, որը պետք է ասվի, դրան մի տուր։ Ուշադիր եղի, դու ինչ ես խոսում։ Եվ շարունակում է, նստում ես, եղբորոդ դեմ հակառակ ես խոսում, քո մոր որդի վրա բամբասանք ես անում։ Գիտեք ինչ է բամբասանքը։ Բամբասանքը դա ինչ որ մարդուց վատ կողմը խոսելն է ոչ իր ներկայությամբ։ Ամեն։ Ինչ որ մեկից խոսել վատ բանը ոչ իր ներկայությամբ եւ նպատակը նա չի, որ այդ մարդուն օգնես։ Նպատակը նա է, ուղակի խոսենք։ Լինում է հենց գալիս են ասում են, հովիվ իմացար ես մարդը սենց արեց։ Ասում եմ, հա, ինչ ես ուզում դրանով ասես։ Դե պրոստը իմանաս։ Ասում եմ, դե պրոստը ինձ մի ասի։ Առավել ևս որ ինչ որ հիմնականում գալիս են ասում են, ես դա գիտեմ։ Բա դու չգիտես ինչ ա եղել ու վատ բաներ, ասում եմ քեզանից շատ գիտեմ։ Այդպես չի, հովիվ գոր։ Բա իմացար ինչ ա արել։ Ինչով կարող ենք օգնել սիրելիներս։ Եթե մի մարդու վատ հատկությունների մասին խոսում ենք, նպատակը թող սա լինի, գոնե իրար հետ աղոթենք այդ մարդու համար։ Եթե ես գալիս եմ քեզ ինչ որ մարդուց բան ասեմ, վատը նկատի ունեմ։ Իմ նպատակը պետք է լինի սա, եթե ասում եմ, նպատակը պետք է լինի սա, ինչով կարող ենք օգնել։ Ես գիտեմ ում եմ ասում, որ նա կարող է օգնել։ Ես ամեն մարդու դա չեմ ասի։ Եվ գոնե այդ մարդու համար ես ում որ ասում եմ, իրար հետ կաղոթենք։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Այդ ժամանակ խոսենք, որովհետև մենք մարդ ենք, մենք չենք կարող ինչ որ մարդու մասին չխոսել։ Դուք նկատել եք, որ մենք մարդիկ անպայման ինչ որ մարդու մասին խոսում ենք։ Այսօր ուզում եմ ասեմ, խոսենք լավը։ Իսկ եթե վատն ենք խոսում, կամ վատ հատկությունները, կամ վատ ինչ-որ բաները, նպատակը սա լինի, ինչով կարող ենք օգնել։ Ամեն։ Ասում եմ, բայց ինչ օգուտ, որ դու իմ ուխտերը ասում ես, բայց վատ լուրեր ես ավելի շատ խոսում։ Ձեզ ուզում եք անկեղծ ասեմ, ես ինձ բռնել եմ դրա մեջ ժամանակներ առաջ։ Ու գիտես, այնքան վատ է, որ դու կարող ես Աստծուն ծառայել, բայց քեզանից ավելի շատ վատ լուրեր են լսում։ Ես ինձ բռնել եմ նաև նրա մեջ, որ երբ որ դու շատ այդ ձևի վատ լուրերին ականջ ես տալիս, դու էլ ես սկսում այդ վատ լուրերը խոսել։ Ո՞վ է ինձ հասկանում, ինչ եմ ասում։ Ես դες հետ ուզում եմ անկեղծ խոսեմ։ Ես երկնքից չեմ իջե, որ այսքան բանը խոսում եմ։ Ես լավ գիտեմ ինչ եմ ասում։ Եվ լավ գիտեմ, որ ովքեր որ Տիրոջն են ուզում դավանեն այս աշխարհում եւ նրա բարի լուրը ինձ լավ հասկանում են։ Ամեն։ Թող մեզ համար վատ լուրերը դոպինգ, կերակուր չլինեն սիրելիներս։ Վատը տեսնում ենք, տեսնելու ենք։ Վատը հասնում է մեր ականջին, հասնելու է։ Բայց մենք ճիշտ ռեակցիա պետք է ունենանք մեր մեջ, ճիշտ դրվածք, ես տարածող չեմ այս վատ լուրերը։ Ամեն։ Նայեք Սաղմոս 101-ը։ Մի քանի տեղ եկեք կարդամ ձեզ սիրելիներս։ 101 5-րդ խոսք։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, Աստված ասում է նրան կջնջեմ։ Այդքան խիստ։ Եթե Աստված խիստ է վերաբերվում չար լուրեր խոսելու, ես նկատի ունեմ
մանավանդ մարդկանց մասին։ Ես չեմ ուզում դրա մեջ լինել։ Ես չեմ ուզում Աստված հոգևոր մթնոլորտից ինձ ջնջի։ Ես չեմ ուզում Աստված իր ընթացքից ինձ ջնջի, իր կամքից ինձ ջնջի։ Ես ուզում եմ իր կամքի մեջ լինեմ, ես ուզում եմ իր հոգու մեջ լինեմ, ես ուզում եմ իր մեջ շարժվեմ եւ իրանով ապրեմ։ Ես չեմ ուզում Աստված ինձ ջնջի։ Սաղմոս 15-ը նայեք։ Սաղմոս 15։ Առաջի խոսքից սկսվում է այսպես ասում, Տեր, ով կկենա քո խորանում եւ ով կբնակվի քո սուրբ սարում։ Ու հետո արդեն տալիս է ով։ Եվ երրորդ խոսքում ասում է. նա, որ իր լեզվովը չի բամբասում եւ իր ընկերին չարը չի անում եւ իր դրացի վրա նախատինք չի գցում։ Զգում եք չար խոսալու, վատ բան խոսալու մասին է, ասում է ով կմնա Աստծո տան մեջ։ Երբ որ ես ապաշխարեցի, ինձ հետ մի երկու իմ ընկերներից աշխարհից եկան եկեղեցի։ Եվ նրանք սկսեցին վատ բաներ տեսնել եկեղեցու մեջ։ Եվ նրանք սկսեցին իրար հետ խոսել։ Երբ որ գալիս են ինձ են ասում են դու չես տեսնում, ասում եմ տեսնում եմ։ Բայց իրանք անընդհատ ուզում են խոսեն։ Այսօր այդ իմ ընկերները չկան եկեղեցու, արդեն 25 տարի է։ Բայց նրանք անկեղծ ապաշխարել են սիրելի մեզ։ Ասում ով կկենա Աստծո տան մեջ, Աստծո սուրբ սարի վրա։ Հատկություններից մեկը սա է, ինքը չարը չի խոսում։ Չար բաները չի տարածում, չի բամբասում։ Իր դրացի վրա նախատինք չի դնում, չի գցում։ Ես տեսել եմ դա։ Դա ցավալի բան է, երբ որ մարդիկ սկսում են վատը, ես քեզ ուզում եմ մի հատ լավ հայտնություն ասեմ, եթե դա հայտնություն է քեզ համար, դու վատը միշտ տեսնելու ես։ Բայց այդ թե ինչ ռեակցիա կտաս, անգամ եկեղեցում ես տեսնելու, որովհետև բոլորն է քո նման մարդ են։ Ամեն։ Իմ ու քո նման մարդիկ են, ես տեսնելու եմ, վատը միշտ տեսնելու եմ, բայց ես պետք է ասեմ, ես տենց է գիտե, ես ոնց եղավ։ Չէ, ես ուղղակի կմտածեմ, իսկ ինչ կարելի անել։ Իսկ ինչի համար ես գնամ տարածեմ իմ եղբորս ինչ որ վատ կողմը, ինչ որ մի վատ բան եղած բանը։ Ոչ սիրելիներս, ուրախանանք ուրախացողների հետ, լացենք լացողների հետ։ Ամեն։ Հայտնության 12:10 ասում է, որ մեր եղբայրների չարախոսը դա սատանան է։ Չար բաներ, վատ բաներ խոսացողը սիրելիներս չլինենք սատանայի կողմից, սատանայի գործը չանենք, թշնամու գործը չանենք, մեր Տիրոջ գործը անենք, հռչակենք Տիրոջ օրհնությունը, աղոթենք մարդկանց համար, ինչ որ հարաբերություններ կա դրա մեջ, գիտես բարեկամը առակած գիրքն ասում, բարեկամը ասում է գաղտնիքը ծածկում է, բայց տարածողը ասում է նենգություն ունի իր սրտի մեջ։ Այսինքն դա սրտից է գալիս է տրամադրվածությունը, դու վատ ուզում ես տարածես, թե ուզում ես ծածկես։ Սերը շատ մեղքերը ծածկում է։ Ամեն։ Ես սրա մասին եմ այսօր խոսում սիրելիներս։ Այսօր ես ու դու այս աշխարհի մեջ ավետարանի լուրը տարածողներ լինենք, բարի լուրը տարածողներ լինենք։ Առակաց 20:19, եկեք մի երկու տեղել։ Առակաց 20:19։ Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը ու խորհուրդ է տալի։ Ուրեմն շրթունքները լայն բացողի հետ մի հաղորդակցվիր։ Հզոր մի խորհուրդ է տալիս։ Ասմականջդ մի տուր անընդհատ չար բաներ խոսացողների։ Գիտեք, ես մեր եկեղեցում ծառայողներին ասում եմ, միշտ քննեք ձեր կյանքը,
Դուք օրվա մեջ ավելի շատ վատ բաներից եք խոսում, թե լավ բաներից։ Մենք պետք է քննենք։ Եթե մենք ուզում ենք Աստծուն ներկայացնենք այս երկրի վրա, մենք պետք է քննենք, մենք վատ բաներ խոսացող ենք, թե լավ բաներ խոսացող ենք։ Այստեղ ասում է, ով որ բանսարկության ման է գալիս, գաղտնիքը հայտնում ուզում է տարածի։ Ինչու, որովհետև իրան ներսը բանսարկություն կա, ինքը ուզում է ինչ-որ sense բան, sense տարածվի։ Ես էլ եմ ասում, շատ մարդ չի գիտակցում, բայց երբ որ դու գիտակցում ես ու դու Աստծո հետ ես, դու պետք է հասկանաս, դա քեզ պետք չի, դու այդ ձև պետք է չլինես։ Ես կանչված չեմ այդ ձև լինել։ Աշխարհում նորմալ է։ Դուք նկատել եք, որ աշխարհում նորմալ է, որ մարդիկ վատը խոսեն, մանավանդ ուրիշների մասին։ Մենք Հայաստան ծառայում ենք 2008 թվականին, մի հատ սեփական տունն ենք ապրում, եւ դիմացի մայթից մի կին ամեն առավոտ, գրեթե ամեն առավոտ գոռում էր. Վարդուշ, արի կոֆե խմենք, բամբասենք։ Ես վերջերս մեր եկեղեցուց մի հատ աղջիկ կա, մի հատ լավ բան ասեց, որը հենց այս իմ ասածի հակառակն է։ Ասում հովիվ ջան, ասում դե ես մենակ քեզ եմ նայում, մեկի հովիվ գորին եմ նայում, Գոր Մեխակյանին։ Ասում հարևանիս եմ մեկ-մեկ կանչում եմ, ասում եմ արի կոֆե դնենք, նայենք Գոր Մեխակյանին։ Լրիվ նրա հակառակն է։ Հովիվ գորին ասել եմ, ասում եմ արդեն մարդիկ կոֆե են խմում քեզ նայելով։ Ասում եմ շատ լավ է։ Աշխարհում նորմալ է, մենք աշխարհից եկել ենք, մենք բնությամբ, ադամական բնություն ունենք, դրա համար դրան պետք է ուշադիր լինենք սիրելիներս։ Ես չեմ ասում, ստեղ մենք վատ խոսացողներ ենք հավաքվել, հիմա սրա մասին խոսում ենք։ Չէ, մենք պետք է ուշադիր լինենք մեր ադամական մարմնին, մեր ադամական էությանը, մենք բարի լուր տարածողներ ենք։ Մենք չար լուրերը չենք տարածում։ Մենք չար լուրերը տեսնելով մտածում ենք, ինչ կարող ենք մենք անել, եթե չենք կարող անել, գոնե կարող ենք աղոթել։ Ամեն։ Փառք Աստծո։ Եսայա 52, ես արդեն կվերջացնեմ։ Եսայա 52 վերջացնել նշանակում է դեռ մի 3 տեղ ունեմ։ Եսայա 52:7 հայտնի տեղ է, ովքեր որ Աստվածաշունչ են կարդում, իրանց համար հայտնի է։ Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք է ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին, քո Աստվածը թագավոր է։ Ով ենք մենք սիրելիներս, մենք այդ ավետարանը, այդ բարի լուրը տարածողներ ենք։ Ու գիտեք ինչն է այստեղ շեշտում։ Այստեղ շեշտում է եւ փրկությունը քարոզել եւ բարի լուրերը տարածել։ Դուք զգում եք, շատերը մտածում են, որ ավետարանը քարոզել դա փրկության մասին քարոզելն է միայն։ Ոչ, այստեղ շեշտում է, որ միայն փրկություն չենք քարոզում, այլ բարիք ենք ավետում, բարի լուրեր ենք խոսում, այսինքն մենք էությամբ բարի լուրեր տարածողներ ենք։ Ոչ թե մենակ երբ որ Աստծոց ենք խոսում, այլ միշտ։ Դուք հասկանում եք, որ փրկության քարոզելն էլ է շեշտում եւ բարի լուրեր տարածելն էլ է խոսում։ Խաղաղություն է ավետում։ Դուք զգացել եք, որ ինչ որ մեկը գալիս է վատ լուրը ասում, խաղաղությունը տեղից գնում է։ Որտեղ արդեն մտածում կա, վայ, այդ ոնց եղավ, ինչ եղավ։ Բայց ով որ խաղաղ է եւ Աստծո խաղաղությունն է ուզում քարոզի, վատ լուրը գալիս են իրան ասում են, ինքը ասում է, ինչ կարող ենք անել։ Ես շատ ժամանակ ասում եմ, ինչու ես ասում։ Լինում է, որ մարդկանց հասկանալի չէ այդ հարցը։ Բայց ուզում եմ ասեմ, ես այդ լուրի կարիքը չունեմ, բայց եթե կարող եմ օգնել, ասա ինչի ես դա ասում։ Լինում է, որ մարդ գալիս ասում է մեկի մասին վատ է, ասում եմ, իսկ դու կարող ես մի բանով օգնել, ասում, դե ես ինչով օգնեմ։ Եթե չեմ կարող օգնել, եթե չեմ կարող խառնվել, եթե դա ինձ չի վերաբերում, ես դրա մասին չեմ խոսա։ Հասկանում եք ինչի մասին եմ ասում, սիրելիներս։ Փառք մեր Աստծուն։ Ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք է ավետում եւ փրկություն է քարոզում եւ ասում է, որ քո Աստվածը թագավոր է։
Գիտես, բարի լուր տարածողը անգամ երբ որ վատ լուրերը իմանում է, առաջի բանը մտածում է սա, ինչ կարող է Աստված անել եւ ինչպես Աստված կարող է խառնվել սրա մեջ։ Մեր Աստված թագավոր է սիրելնես, ինչ ուզում է այս աշխարհում կատարվի, թող ոչ մի լուր, չար լուր քեզ չցնցի, ոչ մի վատ լուրով առավել եւս մի բռնվի։ Ես մարդիկ եմ տեսել, ասում են, ասես վախ եմ մեջս մտել, հետո մի քիչ խոսում ես, տեսնում ես, վախեցնող նորություններ ամբողջ օրը նայում։ Ասում եմ, բան չէ ես նայում, դե ուսման նայում եմ, էլի, ասում եմ, մի նայի։ Երբ որ սկսել է չնայել, վախից էլ ազատ եղել։ Դուք հասկանում եք, որ չար նորություններով, չար լուրերով մարդը կարա բռնվի։ Եթե դու ինչ-որ մի լուր ստանում ես ու զգում ես, որ բռնվում է, մի լսի այդ լուրերը, մի լսի դրանք։ Հայաստանի պատերազմի ժամանակ մարդիկ լուրերը լսում էին ու ահա որ տագնապի պես էին, մեջ էին, որովհետև ես հավատացյալների մասին եմ խոսում։ Ինչի համար, որովհետև ամբողջ օրը նայում են, քանի հոգի մեռավ, հա բոլորս իմանում ենք, բայց եթե վրատ ազդում է, ինչի համար ես նայում։ Բան չունեմ ասելու, ցավալու է, լացելու է, բայց թույլ չտանք, որ չար լուրերը մեզ բռնեն սիրելնես, որովհետև չար լուրը, երբ որ մեզ բռնես, մենք էլ ենք չար լուրեր տարածելու։ Երկու տեղ եւս Առակաց 15:30-ը Աստծո խոսքը ասում է կարող ենք նվագել Արթուր ջան։ Ինչ հարազատ մարդ ես դու Արթուր ջան։ Առակաց 15:30-ը Աչքի զվարթությունը ուրախացնում է սիրտը, մի ուրիշ թարգմանության մեջ ասում է ուրախ դեմքը ուրախացնում է սիրտը։ Եվ բարի լուրը պարարտեցնում է ոսկորները։ Լրիվ հակառակ ազդեցություն ունի բարի լուրը։ Չի ասում փրկության լուրը։ Չի ասում ավետարան, ասում է բարի լուրը։ Այո, ավետարանն էլ է բարի լուր, բայց բացի ավետարանը շատ բարի լուրեր ունենք մենք։ Ամեն։ Բարի լուր տվող լինենք, մարդկանց ոսկորները փտում են այս աշխարհում սիրելիներս։ Ասում եմ, բայց բարի լուրը պարարտություն է ոսկորներին։ Դրա համար ես չեմ ուզում իմ տուն բերեմ այն լուրերը, որ չի վերաբերում իմ տանը, որը վատ լուրեր է։ Ուրախ լուրերը որտեղ է լինի կինս, երեխես կզանգեմ կասեմ։ Չեմ սպասի, որ հանդիպենք։ Բայց վատ լուրը, ինչա թե նստած ենք, թեյ խմեցինք, սուրճ խմեցինք, էլ խոսալու բան չկա, բա իմացար այսօր ինչ է եղել։ Այո, կարող եմ խոսալ, երբ որ նպատակ կա, բեր աղոթենք դրա համար։ Եկ աղոթենք դրա համար։ Ինչ կարող ենք անել։ Կամ գիտեմ, կինս կարող այդ մարդու համար աղոթում էր, խոսք ունի միգուցե, ես ուզում եմ իրան ասեմ։ Հասկանում եմ, որ ինքը կարա օգնի, այդ ուրիշ է։ Ով է ինձ հասկանում, ինչի մասին եմ ասում։ Առակաց 25 Սա վերջի տեղն է, որ կկարդամ սիրելիներս։ Պաղ ջուրը ծարաված սրտի համար, բարի լուրը հեռու երկրից։ Պաղ ջուրը ծարաված սրտի համար։ Որ լուրը, բարի լուրը։ Լավ լուրը։ Այսօր իմ ու քո շրջապատը սիրելնես, այս աշխարհը այնքան կարիք ունի մարդկանց, որ իրանք իրանցով բարի լուր բերող են։ Եվ ես պետք է ինձ միշտ այդ հարցը տամ, ինչ լուր բերող եմ ես, ինձանով։ Եթե դու ավետարանը քարոզող ես, դու բարի լուր բերող ես։ Եթե դու խոսում ես այն բաները, որը որ լավն է, բարին է, Աստծոց է, Աստծո գործերն է, գիտես լիքը լավ բաներ կա, ինչի համար մենք այդ լավ բաների մասին չխոսանք։ Կասես, բա վատ բաները, եթե իմ ու քո վրա ազդում են եւ մեր կյանքի հետ կապված են, աղոթենք դրա համար, տեսնենք ինչ կարող ենք անել։
Բայց եթե ոչ, սիրելիներս, լսեցիր անցի առաջ։ Մի մտածելում հետ կիսվես։ Մանավանդ եթե վերաբերվում է մարդկանց, որովհետև բամբասանքը դա սարսափելի բան է, դա սպանող բան է։ Ես դեզ անկեղծ եմ ասում, գիտեք ինչքան մարդ կա, որոնք գիտեն, որ ես իրանց վատը գիտեմ, բայց իրանք որոշել են ինձանից սովորեն մի պատճառով, որ ես իրանց վատը չեմ տարածում։ Ոչ թե խոստովանություն, ուղղակի վատ բաներ կյանքում։ Քո կողքը կհավաքվեն մարդիկ, ովքեր այնքան են տանջված վատ բաներից ու այնքան վատ բաներ կա իրանց կյանքի մեջ, բայց իրանք կտեսնեն, որ դու մեկն ես, որ ծածկում ես այդ ամեն ինչը։ 2 օր առաջ մեկը զանգել էր ինձ, բոլորը իր մասին վատն են խոսում։ Եկավ եկեղեցի, գնաց եկեղեցուց եւ այլն։ Զանգել է ինձ, ես զարմացել եմ, որ զանգել է։ Ասում եմ, ո՞նց ես, ասում եմ, ես քեզ սիրում եմ։ Ասում եմ, ես քեզ եմ սիրում։ Ու շարունակում ասում է, դու իմ վատ բաները լրիվ գիտես։ 2 օր առաջ է եղել։ Ես դրանից հետո չեմ մտածել սա խոսել։ Ասես դու իմ վատ բաները բոլորը գիտես, բայց դու շարունակում ես ինձ սիրել։ Միթե մարդկանց դա չի պետք սիրելիս։ Իմ կողմից դա հերոսություն չի, մենք պարտավոր ենք այդ ձև լինենք։ Ես կարծում եմ պարտավոր ենք այդ ձև լինենք Քրիստոսի մեջ։ Բայց շատ մարդկանց սիրտը կհալվի, երբ որ նրանք տեսնեն, որ դու իրանց վատը չես տարածում։ Երբ որ տեսնեն, որ դու բարի լուր բերող ես, մարդիկ կքաշվեն դեպի քեզ։ Երբ որ քաշվում են դեպի մեզ, մենք ասում ենք, գիտես, ամենամեծ բարի լուրը սա է։ Հիսուսը մեռել է քեզ համար, որ դու փրկված լինես։ Ամեն։ Եկեք կանգնենք Աստծո առջև սիրելիներս այսօր։ Շատ ճիշտ երգ ես վերցրել։ Գիտեք ինչի համար եմ ուզում աղոթենք։ Հիշիր մի մարդ գոնե, որին դու գիտես, որ իրոք վատ վիճակում է։ Անգամ կարող է քեզ ավատություն արել, վատ բաներ արել եւ աղոթենք իրանց համար։ Բայց նախ եւ առաջ ես ուզում եմ, որպեսզի աղոթեմ եւ խնդրեմ, ասեմ Տեր Աստված, թող քո խոսքի զորությունը, որ ասում է, որ ինչ գեղեցիկ են ավետարանը քարոզողների ոտքերը, որ խաղաղություն են ավետում եւ բարի լուր են տարածում, թող այդ խոսքի զորությունը լինի այս եկեղեցու մեջ եւ այս եկեղեցուց տարածվի։ Եվ ես հավատում եմ Աստված այդպես է կանի սիրելիներս։ Եվ կխնդրեմ, որ դու էլ ինձ հետ աղոթես, որ իմ ու քո միջոցով, այսինքն դու ես այս քաղաքի մեջ, բայց ես էլ Մոսկվայում եմ, բարի լուրը տարածվի, բարի լուրերը, բարի լուր ավետենք այս աշխարհին։ Եվ դրանից հետո աղոթենք ինչ որ մեկի համար, գոնե մեկի համար, ում որ գիտենք, որ վատնա իր մասին վատն են խոսում, մենք լինենք նա, ով որ այդ վատը չի խոսում, այլ աղոթում է դրա համար։ Ամեն։ Երկրպագենք եւ աղոթենք։ Հալելույա, Տեր իմ Աստված, մենք գալիս ենք քո առջև այսօր, թե պետք է թող փառաբանությունը բարձրանա։ Եկեք։ Եկ աղոթենք սիրելիս։ Տեր, ես աղոթում եմ քեզ, մենք այսօր գալիս ենք քո առջև եւ շնորհակալ ենք քեզանից այս հնարավորության համար, Տեր, որ կարող ենք լինել քո տան մեջ, կարող ենք քո զավակները կոչվել, դու մեր հայրը։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու քո բարի լուրով տեսնելով մեր ամեն չար իրավիճակները, մեր կյանքը, որ լցված էր չարիքով, դու քո բարի լուրը տարածեցիր մեզ վրա, մեր սիրտը փոխեցիր, Տեր, մեզ նոր կյանք տվեցիր, եւ մենք շնորհակալ ենք քեզանից դրա համար, եւ այսօր մենք աղոթում ենք քեզ եւ խնդրում ենք քեզ, Տեր, որպեսզի այս քաղաքի մեջ, այս եկեղեցու միջոցով, այս եկեղեցու մարդկանց միջոցով
տարածվի քո բարի լուրը Տեր իմ Աստված, որ ամեն անձ, որ այս եկեղեցու մեջ է, թե այսօր որ կա, թե ընդհանրապես Տեր ամեն մեկի մեջ դրված լինի քո բարի լուրը, փրկության ավետարանը եւ ամեն բարի լուրը Տեր իմ Աստված, որ նրանց զվարթ դեմքը շատերին ուրախացնի, որ նրանց բարի լուրը շատերի ոսկորները ամրացնի Տեր իմ Աստված, որ շատերի համար նրանց տված բարի լուրը պաղ ջրի պես լինի Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով թափիր քո օրհնությունը այս եկեղեցու վրա, այս եկեղեցու մարդկանց վրա եւ նրանց մեջից թող բխի Տեր իմ Աստված, ամեն բարիքը որ դու կդնես, ամեն բարիքը որ դու կանես նրանց կյանքի մեջ եւ ոչ մի չար լուրեր թող ազդեցություն չունենան նրանց վրա, ոչ մի չար լուրեր թող չբռնեն նրանց, ոչ մի չար լուրեր թող նրանց չճնշեն եւ տագնապի մեջ չգցեն։ Խնդրում եմ քեզ Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հալելույա, եւ մենք խնդրում ենք քեզ Տեր, սիրելիս վերցրա ինչ-որ մեկին, գոնե մեկին, ում որ գիտես, որ վատ վիճակում է, վատ բաներ են խոսում իր մասին եւ աղոթենք, Տեր, մենք բերում ենք ամեն մեկին եւ խնդրում ենք քեզ այդ մարդկանց համար, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, այսօր Տեր, մենք քո առջև, քո հոգու մեջ ծածկում ենք ամեն բան եւ խնդրում ենք քո ողորմությունը, խնդրում ենք քո այցելությունը այդ մարդկանց, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հապվի նրանց Տեր, եւ ինչ խոսք էլ, որ նրանց մեջ քո ավետարանից գծվել է Տեր, թող դա գործի նրանց մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, թող քո բարի լուրը գործի նրանց մեջ, որ հեռացնի նրանց ամեն չարիքից, ամեն չար ապրելակերպից, ամեն չար մտածելակերպից, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, աղոթում ենք ամեն մեկի համար ու խնդրում ենք քեզ, որ դու գործես Տեր իմ Աստված, եւ նրանց էլ բերես քո ավետարանի զորության տակ, եւ նրանց էլ դարձնես մարդիկ, ովքեր քո ավետարանը կտարածեն։ Հիսուս Քրիստոսի անունով այսօր մենք խնդրում ենք ամեն մեկի համար, Տեր, լսիր ամեն մեկի աղոթքը, ում համար էլ որ աղոթում են, այսօր ես միաբանվում եմ նրանց հետ եւ խնդրում եմ քեզ, թող շուտով երևա քո փառքը նրանց կյանքի մեջ եւ քո հզոր գործը նրանց կյանքի մեջ, փոխի նրանց կյանքը Տեր իմ Աստված եւ գործի նրանց կյանքի մեջ։ Եվ դու արա դա Սուրբ Հոգի, որտեղ է որ կան, հպի նրանց, որտեղ է որ կան այցելի նրանց։ Եվ մենք որոշում ունենք նրանց մասին ամեն վատ լուրերը տարածող չլինենք, այլ ծածկող եւ քո առջև բերող։ Հալելույա։ Եկեք երգենք այս երգը սիրելիներ։ Արի որ փոխվեն, արի